մեկնաբանությունները կարծում հանրությունը իր գնահատականը տվել։ Պարոն Սիմոնյան, 3 օր շարունակ կանոնագիր Խոսում ենք նկատել եք։ ԿՊ կուսակցության կանոնագրքի էթիկայի կանոնագրքի 4-րդ կետի խախտում է, նշում է, որ Նայեք, դուք ԿՊ-ական եք։ Չէ, բայց դե ԿՊ-ը որոշի ինչ գործ։ Պարոն Սիմոնյան, Պարոն Սիմոնյան, պարզապես այսինքն դուք ձեր կարծիքը հիմա այդտեղի ունեցածից հետո ո՞րն է։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված է։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված է։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված է։ Ես գիտեմ դա ում կողմից է կազմակերպված։ Ես վստահ եմ, որ նման դեպքեր ընտրությունների մենք ինչքան մոտենանք, այնքան շատ է լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված, այսինքն գալ որդեկորուստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույնտեղից հեռախոսերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայրենիքներն հնչեցնել բան աղոն չէ ես այդ ոնց ասում ես քաղաքացի չեմ թե ես ասենք Հայաստանի կարծում եմ որ 2 կամ 3 սուբյեկտ կա որ կարա դրա պատասխանը տա դա առաջին իրավապահ մարմինները եթե իրավապահ մարմինները գտնեն որ իմ գործողության մեջ ինչ որ բան կա ես վստահ եմ իրանք կգործեն եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ որ բան կա արձագանքեն երկրորդ սուբյեկտը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է իրանք ես երեք շատ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ովքեր որ աջակցության խոսքեր էին գրել ինձ իմ նկատմամբ այդ հարձակումից հետո ես կարծում եմ որ նույնիսկ ընդդիմադիր ամենածայրահեղ ընդդիմադիր կայքերի մեկնաբանությունների մեջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր գնահատականը տվել է երրորդ սուբյեկտը դա արդեն իմ կուսակցությունն է եթե իմ կուսակցությունը կգտնի որ չէ չի քննարկվել եթե ինչպես Նարեկը հարգելի ասեց որ ինչ որ խախտում չի Պարոն Սիմոնյան ներողություն լսեք ես գիտեի չէ որ դուք ստեղ եք ես նայում եմ եթե Ավինյանից էի կարծում Սասուն Նիկոլայանից էի կարծում ես գիտեի չէ որ մոտենալու ես Կարա չէ վաղը գա 3 ու ուշ գա կամ խուսափել ես որ չէ Պարոն Սիմոնյան ներողություն պարզապես դուք հանրային պաշտոնները ես անընդհատ 5 հոգի խոսացածի դեպքում արի քննարկել ես եմ շողիկ Ապա բայց շողիկը վերջացնի ասա շողիկ Կուսակցությունը ամեն դեպքում որոշում կուսակցություն նման տեղեկություն չունեմ ես որևիցե բան չեմ կարող Պարոն Սիմոնյան ներողություն Որպես ազգային ժողովի նախագահ ես ձեզ պատասխանեցի հերիքա մեզ դեմ տակ այդ դուք պաշտոնյա եք դուք բան եք ազգային ժողովի նախագահ եք այս հերիքա ես իմ պատասխանը տամ դուք ձեր զսպվածությունը դուք ձեր գնահատականը ձեր զսպվածության ձեր մեր հետ շփվելու գնահատականը տեսել եք ես հերիքա այդ դեմ տակ Եվ համարեք, որ կարելի է ալենին, մյուսին, ամեն ինչ բանալ չի լինելու։ Ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխափնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, մեր, չգիտեմ, օրենքի նկատմամբ հարգանքին, որևիցե մեկը թող չխափնվի ու կրկնում եմ, սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանքեր Այդ կուսակցության, չգիտեմ, համայնքական ճակատ։ Ես իմ տեսեք նույնիսկ կանոնը չգիտեմ։ Կազմակերպված, հանգստացի այդ 3 օրդ կասես, մի մոռաց։ Բանավան 3 օր էր, ես քեզ կհիշեցնեմ, ուրեմն իրան կազմակերպել են եւ տեղի ունեցել, ինչ որ տեղի ունեցել։ Այլ բան Պարոն Սիմոնյան անընդունելի է իհարկե որ հանրային մի 3 օրը ինչ ասում, հետո ասում անպայման քո հարցին կպատասխանեմ, խնդրեմ։ 3 օր է ծնողները ազգային ժողովի հենց դիմաց են, մուտքի մոտ ձեզ են պահանջում, ավելին ձեզ անգամ գրություն են ուղարկել։ Ինչու հենց 3 ձեզ չէին զեկուցել ձեր աշխատակիցները այսքան թիկնազորը, որ ծնողները ձեզ են Ես մտածում եմ ավելի բարձր։ Կարող ենք եզրակացնել, տվեք ավարտեմ։ Կարող ենք եզրակացնել, որ դուք հատուկ այդ օրը ոտքով որոշեցիք իջնել եւ անձամբ սադրել։ Այնպես կարող եք։ Չէ, կարող, որովհետեւ նախ ինձ որևիցե մեկը չի պահանջել։ Երբ որ ժամանակին ես ձեզ չեմ ընդհատել, չէ, ես ձեզ չեմ ընդհատել։ Կարող եմ պատասխանեմ ձեր հարցին։ Երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրան, իրանք իմ անունը չեն տվել, մի քիչ ես կողմ կանգնեք, քնարի ինձ տեսնի։
անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել են։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ 6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել են։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր падգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել է։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ է եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին բան։ Եթե եւս մեկ անգամ ստում ես դու, ես կընդհատեմ հիմա հարցազրույցը։ Ես Դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեղ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կայանում է նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանրում եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականներին մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց։ Պարոն Սիմոնյան, ներողություն։ Թեև դուք նշում եք, որ այդ պատին, ահա, ձեզ դեմ չտանք, այդ որ դուք հանրային պաշտոնյա եք եւ այլն, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախագահ, ներողություն ավարտեմ հարցը, եթե կարելի է։ Դուք ավելի հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ է հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որ նույնաբովանդակ սկանդալի կենտրոնում էր հայտնվել եւ նա падգամավորական մանդատը վայր դրեց։ Այո։ Ավարտեցիք։ Ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկը չի կարող եւ նույնիսկ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ավելի քիչ հանդուրժող եմ, քան կարա լինի։ Եվ ես արդեն պատասխանեցի, որ այդ գնահատականը ընդդիմադիր լրատվամիջոցները չէ, որ պետք է տան եւ փորձեն ինչ-որ իրավիճակից բան։ Այդ գնահատականը ասի կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց գնահատական չեք տալիս։ Հարգելիս։ Ես ուզում եմ հասկանամ, դա նույնպես SMS-ով եկած հարց է, թե ձեր անձնական հարցն է։ Ես շնորհակալություն եմ։ Այսօր երևաց, որ ժողովուրդ որակետի SMS-ով ուղարկել էին նյութ, որ դուք տեղադրեք։ Դուք ձեր որակը Պարոն Սիմոնյան, դուք գնացեք, դուք եք SMS-ով հայրանքով թվում եք քաղաքացիական անպատիժ դուք եք Ես չեմ զարմանա, որ դուք ես սկսեք հայոյել ուղիղ նետել, որովհետև ձեր մակարդակը ես եթե SMS եք, ես այդ դաստիարակությունը հայոյել ուղիղ նետել Ես այդ դաստիարակությունը